Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, շնորհակալ եմ Սարիբեկյան մեր հավելելու համար, օրս մի հետաքրքիր հոդված էի գրել, հոդվածը ամբողջությամբ չընթերցեմ, ինձ համար առանձնացրել եմ մի կարևոր հատված, որը ընթերցեմ եւ փորձենք քննարկել, ես կարծում եմ արժի այս քննարկումն ունենալ, ուրեմն հոդվածում դուք նշել եք մեր ռեգիոնի 3 պետությունների հավանական վարքագծը ընդհանրապես աշխարհում էս վերջին փոփոխությունների ֆոնին, որ յուրաքանչյուր պետություն փորձում է քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից կամ ընդհանրապես կորուստներ չունենալ, ես առումով նաև համաձայնելով ձեր հոդվածի հետ, նաև ես եմ դրանում այսպես համոզվել, հա, որ ամենալավագույն օրինակը Վրաստանն է, որը եւ խուսափեց եւ պահպանեց իր որոշակի դիրքերը, չմտավ Ռուսաստանի հետ։ Ինչ-որտեղ նաև ուժեղացավ։ Այո, ուժեղացավ եւ նաև արևմուտքին ցույց տվեց, որ ինքը պետություն է ազգային շահերով առաջնորդվող, ոչ թե գործիք ֆորպոստ պետություն։ Ուրեմն ձեր հոդվածի վերջին պարբերություններում ասվում է, այս շարքում միայն Հայաստանի իշխանություններն են, որ Սև Կարապի անսպասելի փորձանքի կարգավիճակում են։ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գոյությունը անկախ իր սահմանների չափերից կամ պետք է, որպեսզի այստեղ հավերժ կառավարի, կամ բոլորովին պետք չէ, որպեսզի պատասխանատվության չենթարկվի իր դավաճանական գործողությունների համար։ Այսինքն միայն Հայաստանի ղեկավարն է, որ պատրաստ է դառնալ այն վերջին փամփուշտը, որ կկրակվի Ռուսաստանի դեմ մեծ պատերազմ ու ռազմաճակատ բացելու համար, եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը բացահայտ գործում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի տիրույթում եւ բրիտանական հատուկ ծառայությունների ինստրուկտաժով, ամենևին էլ դեմ չէ նրանց պատասխանատվությունը վերցնել իր ուսերին եւ հրահարել մի իրավիճակ, որը կարող է պայթեցնել տարածաշրջանը։ Արդյունքում մեծ պատերազմը կլինի, բայց ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ նույնիսկ Իսրայելն ու Պակիստանը ոչ մի ֆորմալ մեղավորություն չեն ունենա, բայց կստանան ձեռքերի ազատություն եւ պատերազմի լեգալիզացիա։ Իսկ ինչ կստանա դրանից Նիկոլ Փաշինյանը, գրում եք դուք։ Երկու հնարավոր ելք կա նրա համար. ստանալ իշխանություն Երևանով իր շրջակայքով մի պետությունում Թուրքիա եւ Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, եւ երկրորդ վերացնել հայկական պետականությունը եւ Բաքվում կամ Անկարայում վայելել իր դավաճանության պտուղները ծպտյալ թոշակառուի կարգավիճակով։ Բայց մի մեծ բայց կա, արդյոք դա հնարավոր է մեծ պատերազմից հետո չեն լինի մարդիկ կամ պետություններ, որոնք մի օր կպատժեն այդ ճակատագրական փամփուշտը կրակողին։ Ըստ այդմ ավելի լավ է դա անել հիմա, քանի 100 հազարավոր կամ միլիոնավոր զոհեր տալուց եւ ավերիչ պատերազմից հետո։ Պատժելու մասին եք ասում։ Իհարկե։ Ուրեմն ես ուզում եմ հասկանալ, համաձայն եմ ձեր հոդվածի հետ, մենք սրա մասին կարծեմ մի կարճ քննարկում ունեցել ենք վերջին փամփուշտի։ Իդեպ ձեր հաղորդման ժամանակ եմ ես այդ ձևակերպել, բանաձևում տվել, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է Եվրոպայի, Արևմուտքի, այն ժամանակ դեռ Եվրոպայի ու Ամերիկայի մեջ այսքան հակասություններ չկային, Արևմուտքի վերջին փամփուշտը։ Հիմա մենք տեսնում ենք, պարոն Սարիբեկյան, որ այն հավանական խաղաղության գործընթացը, որը կարող է լինել Տրամփ-Պուտին բանակցությունը, կարծեք թե չի ստացվում։ Ուկրաինացիները վստահաբար Արևմուտքի հետախուզական ծառայությունների աջակցությամբ օրերս ծանրագույն հարված հասցրեցին Ռուսաստանին ստրատեգիական, այո, աննախադեպ ստրատեգիական ռմբակոծիչներ, որոնք ոչ թե օգուտ են տալիս ուկրաինական պատերազմին, այսինքն Ուկրաինային դրանից ոչ մի բան։ Այդ ռմբակոծիչները ավելի շուտ խախտում են ամերիկա-ռուսական բալանսը, միջուկային տրիադայի, հա։ Այսօր կարծեք թե այդ ինքնաթիռները տու 160-ներն են, չէ, երկուսը առնվազն։ 95-երը եւ տու 22-ները, եթե չեմ սխալվում։ Ռմբակոծիչներ, որոնք կարող են, այո, այդ միջուկային զենքը օդով հասցնել Ամերիկայի սահմաններ,
փաստորեն դրանց զգալի մասը վնասվեց, ոչնչացվեց, դրանք չեն արտադրվում հիմա, նոր արտադրությունը փորձում են վերականգնել, լավագույն դեպքում կարծեմ 2027-28 թվականներին կարողանան առաջին խմբականակները հանել շահագործման։ Սա նշանակում է կարևորագույն հարված ռուսական տրիադային միջկային, հա։ Տրիադայի մի բաղադրիչին, օդային բաղադրիչ։ Ընդհանուր առմամբ նաև հենց այդ երրակին նայ։ Արդյոք հիմա է պահը կարծում եք, որ Փաշինյանով կկրակվի այդ մի փամփուշտը։ Գիտեք, այդ հարցին պատասխանելու համար պետք է նախ շնորհակալություն, որ հոդվածը ձեր ուշադրությունը գրավել է։ Կարծում եմ, որ միայն հոդվածով ամեն ինչ ասել, այսինքն գրել հնարավոր չէր, պետք էր ինչ-որ շարք բանանել, բայց մեր հասարակությունը երկար կարդալ չի սիրում ու շնորհակալություն այս հնարավորության համար, որ ինձ թույլ եք տալիս մեկնաբանել նաև դա։ Տեսեք, պահի նշանակությունը շատ կարևոր է, թե երբ կրակել վերջին փամփուշտը, բայց իմ հոդվածի նախաբանում ես ասել եմ, որ աշխարհի ամենապրագմատիկ վերլուծաբանները, ռազմագետները, քաղաքագետները եւ այլն Ռուսաստանի դեմ հնարավոր ալտերնատիվ ռազմաճակատ ուկրաինականին որպես ալտերնատիվ ռազմաճակատ մի քանի կետեր են նշում եւ շատերի մոտ չեմ ասի պայմանավորվածությամբ համենայն դեպս օբյեկտիվ վերլուծությամբ նրանց օբյեկտիվ վերլուծությամբ հերթականությունն այսպեսին է հարավային Կովկաս, Մերձ Բալտիկա եւ միջինասիական երկրներ այդ հերթականությամբ ելնելով նրանից որ մեր բալթյան երկրները ՆԱՏՕ-ի անդամներ են դրանք գումարած նաև Ֆինլանդիան եւ Շվեդիան վերջում դառան, հա, այս վերջերս դառան ՆԱՏՕ-ի անդամ, այդտեղից հարվածը նշանակում է ուղղակի Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտություն։ Այդ հակամարտությունը այսօր ոչ մեկ հնարավոր չի համարում կամ վտանգավոր է համարում, որովհետև Ռուսաստանի ռազմական պոտենցիալը ուկրաինական պատերազմի արդեն երկրորդ տարուց հետո բավական հզորացել է, բավական ուժեղացել է, թափ է առել այդ ռազմարտությունաբերական համալիրը եւ այլն, հիմա Ռուսաստանի դեմ այդպիսի բաց քայլ չի անի ՆԱՏՕ կամ այսպես ասենք արևմուտքը։ Նշանակում է այդ ձին պետք է օգտագործվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը արդեն կամ ընդհանրապես հնարավորություն չունենա կամ շատ քիչ հնարավորություն ունենա համարժեք պատասխան տալու։ Դրա համար Անդրկովկասը դնում են առաջին տեղում, որտեղ Անդրկովկասում ոչ միայն հայ-ադրբեջանական հակացություններն ու հակամարտությունն է, այլև մերձավոր արևելքի իրողությունների իներցիան, որ ոչինչ չասենք, ասենք Իսրայել-Իրան հակամարտությունը հերիք է, որ այս տարածաշրջանը ներառվի ավելի մեծ, ավելի երկարատև ու ավելի ավերիչ պատերազմի մեջ, բնականաբար նաև ավելի մեծ ընդգրկումով, որովհետև գիտենք։ Տեսեք, ես այս դասավորվածությունից հանում եմ Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին։ Ինչու՞, որովհետև բոլորին վերջերս ընդամենը մեկ շաբաթվա այսպես անցյալում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, եթե չեմ սխալվում, զգուշացրին, Սյունիքին սպասվող, այո, զգուշացրին, որ այստեղ Ռեյություն ռուսական մամուլը նաև գրեց, որ Ռուսաստանից ռազմական հատուկ խումբ է գալիս ուսումնասիրելու հնարավոր վտանգները, հնարավոր վտանգները, հնարավոր ուղղությունները եւ այլն։ Չնայած Ռուսաստանն է, որը իբր ոչինչ չի անում մեր համար։ Թողենք հիմա դա։ Տեսեք, այս երկու բևեռները Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շահագրգռված չեն մեծ պատերազմով։ Գոնե այս պահին։ Ես ինչ եմ այս պահը շեշտում, որովհետեւ դուք ասում եք հնարավոր պահը։ Այս պահին իրենք շահագրգռված չեն։ Իրենք ամեն ինչ անում են, որ չլինի։ Բայց այդ կայծը որտեղից պետք է լինի հարավային Կովկասում։ Կամ Ադրբեջանից, կամ Հայաստանից։ Վրաստանը լրիվ ուրիշ ուղղություն է բռնել։ Իրանը ամեն ինչ անում է, որ չներքաշվի այդ պատերազմի մեջ, ամենա պոտենցիալ կրակողները լինելու են կամ Ադրբեջանը կամ Հայաստանը։ Բնականաբար Ադրբեջանին, տեսեք, Ադրբեջանը այդքան հիմար չի։ Իվարկան, դրա համար եմ ասում, եկեք մի հատ մտովի պարզագույն ալգորիթմ,
դնենք հարց ու պատասխանենք այո կամ ոչ, ըստ այդմ շարունակենք։ Ադրբեջանին ձեռ է տալիս հիմա պատերազմը։ Ոչ։ Ձեռ չի տալիս։ Թուրքիային հիմա ձեռ է տալիս պատերազմը։ Ձեռ չի տալիս։ Իհարկե բոլորն ուզում են, որ լինի պատերազմ, որտեղ իրենք պատրաստ են ամենամեծ կտորը կամ իրենց բերանին, իրենց երախին համապատասխան Եթե կտորը Ադրբեջանը պահպանելու։ իմանա, որ 2020-ի նման պատերազմ է լինելու, ինքը վերցելու է հանգիստ, բան Առանց կուզենա։ իհարկե կուզենա։ Մենք խաղաղարար Ադրբեջանի մասին չենք Ոչ խոսում, մեկ, բայց ես հիմա խոսում եմ նրա մասին, որ ոչ մեկ չի ուզում լինել այդ ձգանը պատերազմի ինքը սկսի, որովհետև եթե այդ պատերազմը սկսվեց, միևնույն է վերջում մի հատ հասկանալու են։ Տեսեք, հիմա ասենք ռուս-ուկրաինական այդ բանակցությունները դեռ որպես այդպեսին էլ չկան, չնայած ասենք Քանը քաշողին սիրամարգ են դարձնելու։ սիրամարգ են դարձնելու։ Ու այսօր արդեն նույնիսկ ուկրաինական վերլուծաբանները, արևմտյան վերլուծաբանները, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ասում է մեղավորը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բայդենն էր, ու դրանից հետո մնացածը հիմա էլ այդ մեղավորը փորձում կարգել կամ դնել այդ առաջ հրել, ասենք եվրոպական խոշոր երկրներին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, հա, որովհետեւ մեկը այդ բմբուլները կպցնելու են կամ այդ բմբուլները քաշելու են փոչից։ Հիմա ո՞րն է թույլ օղակը։ Слабое звено։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը պատերազմ ուզում է։ Երկու պատասխան 50%-ով այո, 50%-ով ոչ։ Այո, Եկեք ճիշտ ձևակերպենք ներողություն։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ուզում է իշխանություն։ Իշխանության համար Նիկոլը պատրաստ է պատերազմի, իհարկե պատրաստ։ հիմա տեսեք, ես դիտավորել հարցը այդպես չդրեցի։ Նիկոլ Փաշինյանը 50%-ով ուզում է պատերազմ, որպեսզի պահի իր իշխանությունը, եւ 50%-ով ուզում է Որպեսզի պատերազմ, պահի իշխանությունը։ որպեսզի չլինի ընդհանրապես Հայաստան ու այդ պահանջատերն իրենից չլինի։ Այ այստեղից գալով ձեր հարցին պատասխանել երբ կլինի այդ վերջին կրակոցը, ես կարծում եմ դա կլինի հնարավոր էլեկտորալ պրոցեսների նախաշեն։ Կլինի դա արտահերտ ընտրություն, եթե մեր հասարակությունը, մեր քաղաքական դաշտը կարողանա հասնել դրան, կամ 2026 թվականի ընտրությունների նախօրյակին։ Որ ոչինչ էլ չլինի, մենք բոլորս գիտենք, որ ոչ մի էլեկտորալ պրոցես Նիկոլ Փաշինյանը այլևս Հայաստանում իզորու չէ իրականացնել ի օգուտ իրեն։ Եթե իհարկե այստեղ տանկերով հանրապետության հրապարակում մարդ չտրորի։ Հա։ Այսինքն, եթե լինի, ենթադրենք պայմանական ենք ասում, սահմանադրական հանրաքվե կամ ազգային ժողովի հերթական կամ արտահերթ ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ արդյունքները ձեռ չեն տալիս իրեն, ինչ պետք է անի, վերջին ընդունված ձեռ չեն տալու իրեն, արդյունքներն իրեն ձեռ չեն տալու, արդեն օրենք են չէ ընդունել, որ կարող են ընտրությունները ուղղակի չեղարկել, մինչև արդյունքների հրապարակման պահը ցանկացած պահի կարող են չեղարկել, որովհետև երկրում արտակարգ դրություն է, որովհետև պատերազմական դրություն է եւ այլն եւ այլն։ Այսինքն ժամանակի առումով ես կարծում եմ դա կլինի ավելի մոտ Հայաստանում ծավալվող որոշակի էլեկտորալ պրոցեսի։ Իսկ մնացածը, այն ինչ որ ես իմ հոդվածում ասել եմ, իհարկե շատերը գուցե մտածեն, որ ես հուճապ եմ առաջացնում, շատերը մտածեն, որ իմ ֆանտազիաները աֆրիկական Սահարա անապատից ծարավ մարդու ֆանտազիաներ են, այսինքն հալյուցինացիաներ են եւ այլն, բայց միակ մարդը այս տարածաշրջանում, որը անկառավարելի է, որը անհաշվարկելի է եւ որը ունի մոտիվացիա ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ դրամաբանության մեջ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Բան Սարբեկյան, արդյոք տեղին է ասել մարդ, որը անկառավարելի է, անհաշվարկելի է, որովհետև կոնկրետ կենտրոնների համար, այս դեպքում կոնկրետ արևմուտքի համար Նիկոլ Փաշինյանը լավ էլ կառավարելի է, լավ էլ հաշվարկելի է։ Ես անկառավարելի նկատի ունեմ նրա հոգեբանական վիճակը։ Դա Տեսնում էլ չէ, կառավարելի։ վերջերս ինչ է անում։ Սա էլ ծրագիր է, սա հենց այնպես չի արվում։ Ես համաձայն եմ, որ հենց այնպես չի արվում, բայց դա անելու ձևեր կան, աշխարհի շատ երկրներում են այդպես անում։ Աշխարհի շատ երկրները ղեկավարներ են, այսպես ասենք, ճակերտավոր են, պիանի մաստեր քունֆուի պրիոմներ միացնում, բայց ոչ մեկ այսքան լկտի չի անում։ Այսինքն
գործելա ոճը ամեն մեկն անում է այնպես ինչպես սովոր է։ Ինչպես սովոր է կամ ինչպես այդ պահին նրա հոգեբանությունն է թելադրում։ Այսինքն կարող է չէ աշակերտին հանձնարարել, այնտեղ չեմ իմանում, Ռաֆու Սամվել վեպը կարդալ, պատմել, վերլուծել ու ամեն մի աշակերտ էստի հոգեբանական կերտվածքի ըստ իր ես հիշեցի մի դրվագ, ուրեմն 2015-ին եթե չեմ սխալվում կամ 14-ին անուն չտամ այդ մարդը մահացել է, մեկը ֆիլմ էր նկարել ցեղասպանության մասին, հայոց ցեղասպանության մասին, բայց ինքը կարող է ֆիլմի հետ ֆիլմ արտադրության հետ կապ չունի, ռեժիսուրայի էսթետիկայի հետ, հա, հոգեբանության հետ կապ չուներ, իր պատկերացրածով ֆիլմը այնպիսի սարսափելի էր նկարել, որ նայողներից մեկը ասաց, որ թուրքերը նայենք վախենան, ինչա արվում է այդ ֆիլմում, ասեք ամեն մեկը ըստ իր կրթության աստիճանի, չէ։ Ուզում ասել Նիկոլն էլ այդ պարագայում է այն կարգի դավաճանության է գնում, որ թուրքերը նայում են երևի սարսափում են, մենք հայերի հետ կապված սենց պլաններ չունեինք։ Մենք սենց բան չէինք ուզում անել։ Հիմա այսօր եկեղեցու դեմ բարձրացան հոգևորականների ամենայն հայոց կաթողիկոսի իպատիվ ձեզ նաև ձեր նկատմամբ, հա։ Այո։ Այդ շարքում իպատիվ ձեզ։ Ինչ ասես ասում է։ Բայց հաստատ նրա ինստրուկտորները, ովքեր որ Էստոնիայում գալիս էին նրան հանդիպելու, ասելու բան եւ չեն ասել, չէ, կեթաս բերանը sense այլանդակավարի կբացես, ռեխտ կբացես։ Ասել էին, սկսի, այդ process-ը սկսի, այդ հիմնասյունը մեզ կանգարում է, այդ հիմնասյունը մեր ընդհանուր գաղափարին դեմ է, այդ հիմնասյունը մեր ընդհանուր քաղաքականությանը դեմ է, դա պետք է արանքից հանել, այդ խոչընդոտը պետք է վերացնել։ Սա եկավ ու սկսեց կացնով անել, որովհետեւ նրա ուղեղում ընտրությունների ժամանակ ձեռք Նիկոլի ուղեղում դոմփելուց բացի ուրիշ բան չկա։ Չագուճ չէ ընտրությունների ժամանակ։ Մեր ժողովուրդը այն ժամանակ չհասկացավ այդ չագուճը, որովհետև այդ չագուճով համ կարող ես սարքել, համ կարող ես քանդել։ Նիկոլի պարագայում սարքելը բացառվում է։ Մեր ժողովուրդն այդ ժամանակը չհասկացավ, որովհետև ինքը կանգնած էր ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի սահմաններ բերած ադրբեջանական զենքերի նշանառության տակ։ Վարդենիսինները կամ ասենք Գևարքունիքի մարզի ժողովուրդը այդպես քվեարկեցին, Սյունիքի մարզի ժողովուրդը հիմնականում այդպես քվեարկեցին եւ Տավուշի մարզում եւ այլն, այսինքն այդ ընտրությունների, այսինքն քվեարկության արդյունքը օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի ուղիղ հետևանքն էր Հայաստանի նկատմամբ։ Ու այսօր էլ, երբ որ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար կամ պետությունը պետք կապ չունի դրա սահմանները, հանրապետության հրապարակը կողքի շենքերով Դա չեն, համաձայն եմ։ Կամ այդքան միտեղ, որ ինքը ունենա այդ ժեկի պետի պեչատը, որը իրեն հնարավորություն տա պաշտպանվել ոստիկաններով, հատուկ ծառայություններով, այնտեղ չեմ անում զինվորականներով եւ այլն, թանկարժեք մեքենաներով, զրահապատ եւ այլն, կամ դա պետք է, կամ ընդհանրապես պիտի լինի անապատ, ու ինքը գնա ինչ-որ միտեղ բան անի, քիթն ու ատամները օպերացիա անի, ու ասի բան եմ Տիպեր я Նատաշա։ Դա Նատաշայի համար գրծքերը պետք չի, որովհետև իր ինքը բնականից ունի։ Ես գրծքերը անում չեմ տվել։ Չէ, դու կասիկացիպերիան, այդ ուզում հետ մնում է, որովհետև դա արդեն արված է։ Այդ գործը արդեն արված է։ Այ իմ հոդվածի էությունը դա էր։ Ես նաև ուզում եմ խոսենք հերոստատողների հետ, գուցե ոմանք լսեն սա ասեն, այս մարդիկ ինչ են խոսում, ինչ աղետի մասին են խոսում, ոնց կարող է լավ Նիկոլը սրիկա է, բայց ոնց կարող է ուզենա որ Հայաստանը չլինի։ Հենց այդպես։ Ես ասեցի ինչի։ Հենց այդ եմ ասում, սիրելի հայրենակիցներ, չպետք է սա բան չի, ֆանտազիա չի, սա հորինված չի, այո։ Մենք արդեն բազմիցս լավ, ի վերջո մի բան, մի փաստ, մենք ջանդա, մենք չէ։ Մարդը հայկական թեկուզ չճանաչված մի պետականություն ոչնչացրել է, ժողովրդին զարկել է փախստական ինչի համար, որպես պահի աթոռը։ Այսինքն, եթե մարդը մի բան ասել է դա, այո, մարդը մի բան արել է, ինչի՞ չպիտի նոր անի։ Ես դա չէի անի, ես կարող էի գնալ հաշտության, ես կարող էի ստորագրել այդ զինադադարը, բայց ինչ կասեին դավաճան։ Ես այդքան զոհեր կարա չտայի, այդ ամեն ինչը դեռ չկա։ Եվ այստեղ է զարմանում մեր քաղաքացիների վրա, ոնց գալի այդքան միամիտ լինել։ Ես անկեղծ եմ ասում, այս ժողովուրդը շատ միամիտ է, որովհետև չտեսնել սա ոմանք էլ քարոզչության ազդեցության տակ կարծում են թե Նիկոլը իրենց ազատել է Արցախից։
իրենց ասած, հա, շատ կոպիտ։ Ուզում են Ղարաբաղից, Ղարաբաղցիներից, հա։ Չարաչար սխալ, ոչ, Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի, Նիկոլ Փաշինյանը Արցախի օրինակով ցույց է տվել, դե մեզ ինչ է սպասվում, որ եթե իր աթոռը պահելու համար կամ իր անձնական անվտանգությունը պահելու համար պետք եղավ Հայաստանը լուծարել, շատ հանգիստ դա կանի։ Եթե պետք է դա հանձնել թուրքերին, եթե Նիկոլ Փաշինյանը այս օրերի, այս ժամերի, այս րոպեների ներքաղաքական իրավիճակում, ներքաղաքական բախումներում, ներքաղաքական առճակատումներում ներգրավում է իր ընտանիքի անդամներին, փուրը տալով, չէ, բառից բուն իմաստով։ Էլ ավելին ինչ ենք ուզում, բայց սրա հիմքերը, արմատները ավելի խորն են, ավելի հեռուն են գնում։ Տեսեք, եթե մենք մեր Հայաստանի Հանրապետություն ասացի կրթական համակարգը տարիներ շարունակ չդնենք այդ բալոնյան սկզբունքների տակ, չդնենք այնտեղ, չգիտեմ, ինչ-որ գրանտների տակ, բնականաբար նաև այդ գրանտների համար եկող գաղափարների տակ, մեր ժողովուրդը այսօր չեր ունենա կրթվածության, թող ներեն ինձ բոլորը, բայց պետք է դա ասել, չի կարելի դա չասել։ Մեր ժողովրդի կրթվածության ցածր մակարդակն է, որ թույլ է տալիս մանիպուլացնել։ Հիմա եթե գան ձեզ ասեն, որ Նիկոլ Փաշինյանը փողոցում կիլոյով ոսկի է բաժանում, որպեսզի դուք հարստանաք, կհավատաք։ Անձամբ դուք։ Ես օրինակ, եթե ինձ ասեն, ես կհավատամ, որ նա կիլոգրամներով ոսկի է բաժանում, բայց ոչ թե նրա համար, որ ես հարստանամ, այլ որ հաջորդ ընտրություններին գնամ իրան քվեարկեմ։ Այնտեղ չգիտեմ, ինչ-որ մի բանի համար։ Շատ կարևոր թեմա բացիկ, եկեք մի օր անկեղծ խոսենք այդ համակարգից կրթական առանձին։ Ինչու՞։ Ես շատ բան ունեմ որովհետև Փաշինյանի վերջին գրառումները կիսվողների շարքում հատկապես ցավ էին պատճառում այն, որ դրանք ուսուցիչներ էին կիսում։ Կին ուսուցչուհիներ, հա։ Ես դա կրթական հաստատությունների կոնսերվատորիայի Հակոբ Կոջյանի այդ քոլեջի տնօրենը, հա, այսինքն այդ դոմփելու սրանք ես այս բառը շեշտում եմ հատկապես, ինչ որովհետև ես հիշում եմ մեր ուսուցիչներին, որոնք սովետական դպրոց էին անցել եւ ցավոք նրանց մեծ մասը այսօր չկա կամ դպրոցում չի այլևս։ Այդ ուսուցիչների մոտ անգամ վատ բառ օգտագործելը, ոչ հայոյանք, վատ բառ օգտագործելը խնդրահարույց էր։ Դուք պատկերացնում եք հիմա դպրոցում փաստորեն կան ուսուցիչներ ու տնօրեններ, որոնք իրանք են կիսվում դոմփելու գրառումներով։ Ու էսա աղետը, սա է որ չի կարող հասարակությունը այլ որակի։ Ես որ ասում եմ շատ բան ունեմ ասելու այդ առումով։ Ես մի օրինակ բերեմ, թող սա բարձենկոտություն չլինի։ Արդեն 30 տարի է անցել, ավելին։ 93-95 թվականներին ես Շենգավիթի, ներքին Շենգավիթի 97 դպրոցում պատմություն առարկա էի դասավանդում։ Այն ժամանակ դեռ ուսանողների թույլ էին տալիս, այն ժամանակ 3-րդ կուրսից հետո դասավանդել։ Դպրոցի տնօրենը երջանկայի հիշատակ Արսեն Ադամյանը, շատ ճանաչված մանկավարժ դեպ սովետական տարիներին, երբ որ ես դիմում գրեցի դպրոցում ընդունվելու որպես ուսուցիչ, ինձ ասեցի, «Քո ինչն է պետք միջազգային հարաբերություններում ես սովորում Շենգավիթում, Շենգավիցի, քո ինչն է պետք գաս մտնես դպրոց դասատուություն անելու»։ Չէր մակագրում դիմուց, չէր վերցնում ինձ աշխատանքի։ Ասինկեր Ադամյան, մենք այդ ժամանակ ընկերով էինք դիմում։ Ասինկեր Ադամյան, եթե ես մեր դպրոցի աշակերտներին պատմության ժամերին պատմությանը զուգահեռ սովորացնեմ նաև, որ հացի հերթում կանանց շալակը թռնել չի կարելի, ես արդեն բավարարված կլինեմ։ Այդ դրա համար եմ նույն վարքյանից ստորագրեց։ Ես կոնկրետ մարդու անուն եմ տալիս եւ ասում եմ իմ վարքը։ Ես այդպես եմ մտածում, այո, կրթությունը ամենակարևոր բանն է, որովհետեւ եթե դուք ունեք անալիտիկ, այսինքն վերլուծական եւ կրիտիկական, այսինքն քննադատողական մտածողություն, ձեզ մանիպուլյացիայի ենթարկել հնարավոր չէ։ Ձեզ հնարավոր չէ վախացնել, որ ադրբեջանցին կանգնած է ձեր գյուղի գլխին, եթե դուք հիմա Նիկոլ Փաշինյանի համար չքվեարկեք, պատերազմ է լինելու, որովհետեւ հասկացող մարդը հասկացող մարդը իրեն հարց է տալու։ Իսկ իմ թշնամուն ինչի է պետք որ Նիկոլի կտրել։ Իսկ ինչի է պետք։ Եվ երկրորդը հիմա բերենք մեր օրերի։ Ասում են impeachment։ Ժողովրդի կրիտիկական զանգված Երևանում ազգային ժողովի դեմը կառավարության դեմի ոչ, ես impeachment-ի հեղինակներին կամ impeachment-ի համախոհներին կհասկանամ ու կհավատամ այն ժամանակ, երբ որ ինձ որպես այս երկրի քաղաքացի եւ մեր երկրի մյուս քաղաքացին ասեն, գիտեք ինչ ժողովուրդ, մեր երկիրը ինտերվենցիայի վտանգի տակ է, հիմա բոլորդ գնում եք Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք,
Նախիջևանի, Արարատի մարզերը, հա, այդ սահմանակից։ Այնտեղ պահեք, որ այդ ինտերվենցիա չլինի։ Մենք ստեղ սրա հարցեր լուծենք, այս ժամանակ ես այդ մարդկանց կհասկանամ։ Այդ մարդը հասկանալ անանարը երբ որ տեսպես իրանք մանիպուլյացիաներ են անում այդ թեման առաջ տանելու համար։ Հետև մենք տգետին է կարողանում մանիպուլացնել։ Մանիպուլացիան նշանակում մատերի վրա խաղացնել, չէ՞։ Մեզ մատերի վրա խաղացնում են, իսկ խելացի մարդուն, գիտակից մարդուն մատերի վրա խաղացնել չի կարելի։ Հնարավոր չէ, ոչ թե չի կարելի, որ վատ բան է, հնարավոր չի, անհնար է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Սարոբեկյան, անպայման կրթական հարցով մենք խոսենք, ինձ շատ հետաքրքիր է այս թեման, որովհետև ինձ համար անկեղծ ողբերգություն է նայել, որ ուսուցիչներ են կիսվում այդ գրառմամբ, որովհետև դու երեխաներ էլ ունես, ուղարկում ես դպրոց, դու չգիտես կարող է իրենց դասավանդողներից մեկին էլա ներողություն եմ խնդրում ուսուցիչներից դոմփելու այդ process-ը դուր գալ ոնց կարա լավ կինը հայաստանցի կին մայր որը ունի երեխաներ հələ ուսուցիչը մի կողմ թողնենք ոնց կարա կինը այդպիսի բան անի սա իրականում որակական անկման մասին է վերջերս ձեր հյուրերից մեկը մի շատ պատվարժան մարդ մի լավ նախադասություն ասեց երբ որ նրան նմանատիպ հարց տվեցիք նոր եմ հաց կերել Ես էլ պատրաստ եմ նոր գնալ ածտելու, եկեք փակենք հաղորդումը, իրոք պատրաստ եմ դրա մասին երկար խոսել եւ պատրաստ եմ նաեւ հարցադրումներ անել, որովհետեւ տեսեք համամարտկային փիլիսոփայության եւ մեր հայկական ինքնության ամենակարևոր նախադասություններից մեկը Աստվածաշնչի առաջին բառերը, չէ՞։ Ի սկզբանե բանը ներ եւ բանն էր առաստված այսինքն ի սկզբանե գիտելիքն էր ի սկզբանե խոսքն էր ի սկզբանե ճշմարտություն լավ արեցիք բացիկ թե չէ որ ասիք բան Նիկոլը իր իմացած բանն էր հասկանալու Նիկոլ քո իմացած բանը ամեն մեկի բանը իր ձեռը հա ձեր սիրած բանի մասին ամեն մեկի բանը իր ձեռը քո ժամանակն էս բանն ենք չէ այո շնորհակալ եմ պարոն Սարոբեկյան խնդրեմ ես շեշտեմ զրուցում եմ Էդուարդ Սարոբեկյանի հետ տեսություն կհանդիպենք